Աստծո շնորհքն ու խաղաղությունը թող իջնի ամեն մեկիս վրա։ Այսօրվա նյութը, որ պիտի բաժնեկցեմ ձեզ հետ, այս զատկվա իրադարձությունների բաժնի մեջ է, հարության նյութը, որ արդեն հասցրել եք տեսնել, իսկ մենք հույս ունենք, որ նա երբևէ հայտնվել եք մի իրավիճակում, երբ ունեցել եք մեծ սպասումներ, երազանքներ, ծրագրել եք քայլեր եւ հանկարծ մեծ հիասթափություն։ Այն ինչ որ ակնկալում եք, այն ինչ որ սպասում եք, այն ինչի համար որ աղոթում եք, երազում, վստահ եք, որ դա լավագույնն է, որ դա Աստծո կամքն է, եւ հանկարծ ամեն բան գլխի վրա է շրջվում։ Ինչ որ մի ցավոտ իրադարձություն, մի չարաբաստիկ զանգ կամ մահ։ Իրոք որ կյանքը լի է հիասթափություններով, որքան էլ որ նույնիսկ մարդիկ ասեն լավատես եղեք, սա լավատեսության հարց չէ։ Կյանքը փաստ է կյանքում, որ կա հիասթափություններ, մարդ, որից սպասում էր, կազմակերպություն, որից հույս ուներ, եկեղեցի, որտեղ հաճախում էր, ընկեր, որին սիրում էր, եւ հանկարծ ինչ որ բան է տեղի ունենում։ Լրիվ հակառակը։ Սիրելիներ, կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը դա մեծ հիասթափություններից հետո Աստծո սպասելն է։ Հիշեք միշտ վերջին խոսքը Աստծունն է։ Եվ սպասելը տեսնելու թե նա ինչ է պատրաստել քեզ համար։ Առաջին հայացքից տեսանելի չէ։ Ամենուր կարծես փլուզվել է ամեն բան։ Այսօրվա ուղերձն այն է, որ այսօր ապրած քո հիասթափությունը կարող է լինել ոչ այլ ինչ, քան վաղվա ավելի լավ բանի նախերգանքը։ Լսենք Աստծո խոսքը։ Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 13-ից 35 համարները։ Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմաուս էր, որը Երուսաղեմից 60 ասպարեզ էր հեռու։ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը Հիսուսը մոտեցավ ու նրանց հետ գնում էր, բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեն։
Եվ նրանց ասաց. այդ ինչ բաներ են, որ հայլելիս միմյանց հետ վիճում եք ու տարտամած եք։ Եվ նրանցից մեկը Կրեապոս անունով պատասխանեց ու նրան ասաց. դու մենակ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին։ Եվ նա ասաց նրանց. որ բաները։ Նրանք էլ ասացին Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։ Ինչպես մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։ Իսկ մենք հույս ունենք, թե նա է փրկելու Իսրայելը, բայց այս ամենով հանդերձ այս երրորդ օրն է ինչ այս բաները եղան։ Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ Նրա մարմինը չգտնելով եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։ Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այդպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. ով անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեներն ասացին, չէ որ Քրիստոս պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ գրքում իր մասին գրված էր։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. մեզ հետ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հացը վերցնելով օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Եվ նրանց աչքերը բացվեցին, և նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասեցին. չէ որ մեր սրտերը մեր մեջ վառվում են, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր, և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում։ Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան 11-ին ու նրանց հետ եղողներին։ Նրանք ասում էին. արդարև Տերը հարություն է արել ու երևացել Սիմոնին։ Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպես իրեն ճանաչել տվեց նրանց հաց կտրելու ժամանակ։ Ամեն Աստծո խոսքի։ Այս երկուսը ճամփորդները անկասկած աշակերտներից էին և ներկա պիտի լինեին Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս մտավ Երուսաղեմ, այն հաղթական մուտք, հավատում և անհամբեր սպասում են, որ ինչ որ մեծ
ավելի մեծ ու փառավոր բաներ պիտի տեղի ունենան առջևում։ Որքան արագ փոխվեց նրանց սպասելիքները ցնծությունից հիասթափություն, երբ խաչեցին Տիրոջը։ Սպասումը պայծառ ու փառահեղ ապագայի գլխի վրա շրջվեց։ Եվ հիմա նրանք մղձավանջի մեջ են։ Իրար հետ վիճելով հեռանում են Երուսաղեմից, Աստծո տնից։ Ճանապարհին Տերը մոտեցավ նրանց, թեև չճանաչեցին։ Հարցրեց. ինչի մասին եք վիճում։ Նրանք իրենց տխուր պատմությունը պատմեցին անծանոթին։ Հետաքրքիր է։ Ասում են մենակ դու ես, որ տեղյակ չես, ու սա ասում են մեկին, ով ես ամեն ինչի հեղինակն ու կատարողն է։ Միթե մենք այդպես չենք ասված, բայց տեղյակ չես, ինչ է կատարվում մեր հետ։ Հույս ունենք, որ նա է, որ պետք է փրկի Իսրայելը, բայց ճիշտ է, լսել են դատարկ գերեզմանի մասին, ինչպես մենք էլ։ Հրեշտակների Աստծի մասին վստահ եմ կարդացել եք։ Ոմանք անգամ դատարկ գերեզմանը տեսան իրենցից, բայց դա չափազանց լավ պատմություն է, որպեսզի իրական լինի իրենց համար։ Նրանք չեն ուզում հավատալ։ Նրանք չեն ուզում ևս մեկ անգամ հիասթափություն ապրեն։ Եթե այդպես չլինի, բա։ Դուք երբևէ ունեցել եք նման փորձառություն, երբ ինչ-որ մեկին շատ վստահել եք, և սա հիասթափեցրել է ձեզ։ Հաջորդ պահին, երբ նույնիսկ նրա մասին լավ բաներ են ասել, չեք ուզեցել հավատալ, վախենալով, որ ավելի մեծ հիասթափություն կարող ապրեք։ Երբ մտածում եք, որ ամեն ինչ գնալու է ըստ ձեր ծրագրած ուղղությամբ, բայց հետո ամեն ինչ սկսվում է քանդվել, և քեզ մնում է միայն ասել, իսկ ես հույս ունեի։ Նրանք այլևս չէին սպասում, չէին երազում, նրանք ապացույցների պակաս չունեին, վկայությունների պակաս չունեին, բայց հույս էլ չունեին, որովհետև ապրում էին անցյալով։ Ասում է, մենք հույս ունենք, որ նա էր։ Նրանց փորձառությունը Հիսուսի հետ կապված է միայն անցյալի հետ։ Եվ հիմա որևէ կապ չունի ներկայի հետ, այս կյանքի հետ, 21-րդ դարի հետ, այսօրվա իմ խնդիրների հետ։ Խաչը
խլեց նրանցից ապագան։ Ահա թե որտեղ ենք երբեմն հայտնվում ես եւ դու։ Այնպես չէ։ Մենք ապրում ենք այն բանի հետ, ինչը կարող է լինել, բայց չեղավ։ Մեռավ։ Դադարեց գոյություն ունենալ։ Դա կարող է լինել երազանքդ, հարաբերություններդ, հույսդ։ Ահա թե ինչու են շատերն ապրում միայն անցյալի հիշողություններով եւ ոչ թե հույսով։ Այսօր էլ շատերի նույնիսկ եկեղեցում, որ հանդիպում եմ, եթե խոսում են, միայն խոսում են անցյալով, այն ժամանակ, այն ժամանակ, բայց հիմա մեռավ է Հիսուս։ Հիմա իրական չի։ Անցյալով ապրելը դժվարացնում է, թույլ չի տալիս տեսնել ոչ ներկան, առավել ևս ոչ էլ ապագան։ Այն անձը, որի վրա հույս ունեին, այդ պահին քայլում եւ խոսում է նրանց հետ, բայց չեն ճանաչում, չգիտեն։ Հիսուս այստեղ 25 համարում ասում է, ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ ասվեց։ Այս ամենին բառը ցույց է տալիս, որ աշակերտների հավատքը եղել է ընտրովի։ Մեսիայի գալը, եթե կարդանք 5 կտակարան մարգարեություններ, կտեսնենք, որ զուգորդվում է չարչարանքների եւ փառքի միջև։ Բայց Իսրայելի մեծամասնությունը որոշեց հրաժարվել տառապանքի եւ կենտրոնացավ միայն փառքի վրա, ցնծության վրա։ Նրանք հույս ունեին, որ Մեսիան կազատի տառապանքից, աղքատությունից, սովից, թշնամիներից, հիվանդություններից։ Նրանք դա արեցին ոչ միայն կապված Մեսիայի հետ, նրա հարցով, այլ նաև իրենց հետ։ Նրանք կեղծ մարգարեներ էին ընտրում, ովքեր իրենց սրտի ուզածն էին ասում։ Այսինքն, բարգավաճում, փառք, խաղաղություն, միայն բժշկություն, հարստություն, մի խոսքով, չաղ ու բախտավոր։ Այսօր եկան, և լսողականները պակաս չեն։ Իսկ միթե մենք տարբերվում ենք նրանցից։ Մենք ուզում ենք մի Մեսիա, որը կդարձնի կյանքը մի ծաղկուն պարտեզ, կվերանան մեր բոլոր խնդիրներն ու անհանգստությունները։ Մենք ուզում ենք հարություն առանց մահվան, հաղթանակ առանց խաչի։ Միշտեղ գիտենք, առանց մահվան հարություն չի կարող լինել։ Տերը երբ ամենից խոսեց, անցավ Մովսեսի ու մարգարեներին,
հավանաբար անդրադարձավ Աբրահամին, ով պատրաստ էր զոհաբերել իր սիրելին եւ միակ որդուն, որը հիշեցնում էր նաեւ գալիք Աստծո այս զոհաբերությունը իր որդու։ Խոսեց հավանաբար Իսրայելի Եգիպտոսից դուրս գալու մասին, Զատկի գարան մասին, որի այրունը օգնեց նրանց, որ մահվան հրեշտակը չհարվածի։ Խոսեց անշուշտ անապատի օձերի խայթոցների մասին եւ այն կանգնեցված պղնձի օձի, որ ովքեր նայեն պիտի բժշկվեն, նշելով, որ ինքը նույնպես պետք է բարձրացվեր խաչի վրա, որպեսզի ով որ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա նրանում։ Հիսուս անկասկած խոսեց Եսայի մարգարեության 53-րդ գլխից Եհովայի տարապող ծառայի մասին, որ նրա վրա դրվեց մեր մեղքերը, որ նա մեր անօրենությունները կրեց իր վրա։ Ահա ապացույց, որ Հիսուսը կատարեց այն, ինչ կանխատեսվել էր դարեր առաջ եւ շարունակաբար։ Ինքը Մեսիան է։ Քրիստոսը միթե այս չարչարանքները չպետք է կրեր։ Եվ որ դուք էլ պիտի անցնեք այս ճանապարհով, բայց իմացեք, ես քայլում եմ ձեր հետ, նույնիսկ եթե ինձ չեք ճանաչում, չեք տեսնում, քայլում եմ զորացնելու ձեզ, մինչև տուն տանեմ, ինչպես կորած մի գառնուկը։ Իսկ մինչ այդ բացեք Սուրբ Գիրքը, Սուրբ գրքերը նայեք, որտեղ ձեր աչքերը դրանով կբացվեն եւ ձեր սիրտը կջերմանա, կվարվի կրակով։ 28 համարն ասում եմ, երբ նրանք մոտեցան այն գյուղին, ուր գնում են, Հիսուս ձևացրեց, թե ավելի հեռոտ է գնում։ Այս ամբողջ ընթացքում նրանք Հիսուսի հետ էին, նայում էին նրան, բայց չէին տեսնում։ Այս մարդիկ ստիպեցին, որպեսզի Հիսուս մնա իրենց հետ։ Հիսուս սիրելիներ երբեք իրեն որևէ մեկին չի պարտադրում։ Աստված իրեն որևէ մեկին չի պարտադրում։ Աստված մարդուն տվել է աշխարհի ամենամեծ եւ ամենավտանգավոր պարգևը, ազատ կամք ունենալու շնորհը։ Դու ազատ ես քո որոշումների մեջ։ Կարող ենք այն օգտագործել Քրիստոսին մեր սրտերի մեջ ընդունելու, մեր տան մեջ ընդունելու կամ մերժելու։ Աստված չի բռնանում։
Աստված ընդամենը թարգում է իր խոսքի միջոցով։ Երբ միասին ճաշում էին, հացնորդնեց և նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին, տեսան նրան այնպիսին, ինչպիսին էր։ Հավանաբար, երբ հացը վերցրեց, տեսան նրա խոցված ձեռքերը և մի անգամից ճանաչեցին։ Խոսքն ասում է, որ անհետացավ։ Ինչու՞։ Միթե չէր կարող ավելի երկար մնար, ոչ թե 40 օր, ավելի երկար, 2000 տարի, ֆիզիկապես, ավելի հեշտ չէր մեր համար։ Աշակերտները, հետևորդները պիտի այցու հետ սովորեն առաջնորդվել ոչ թե նրա ֆիզիկական ներկայությամբ, այլ հավատքով, ճիշտ այնպես, ինչպես այսօր մենք 2000 տարի անց։ Նա դեռ մեզ հետ է, մեզ հետ է իր Սուրբ Հոգիով։ Նա մեզ հետ է, երբ մենք հաղորդակցվում ենք նրա հետ երկրպագության մեջ, աղոթների մեջ, երբ հնազանդվում ենք նրա պատվիրաններին և երբ հիշում ենք նրան, երբ գալիս ենք հացը կիսելու միասին։ Կյանքում բոլորս էլ ունենում ենք մեր ծաղկազարդը, ցնծությունը, այնպես չէ։ Լինում են նաև պահեր, երբ կարծես Գեթսեմանում լինենք, ուզում ենք աղաղակել Հայր, թող այս բաժակն ինձանից հեռանա, չեմ ուզում խմեմ։ Գալիս են նաև իրավիճակներ, որոնք հիշեցնում են Գողգոթան, երբ մեզ միայնակ ենք զգում և աղաղակում ենք Աստվածին, ինչու ինձ թողեցիր։ Սերներ հարությունը նույնպես հնարավոր է, նաև մեզ համար։ Պողոսը հիշեցնում է, որ բոլոր նրանք, ովքեր մկրտվեցին Հիսուսի մեջ, մկրտվեցին նրա մահվան մեջ, և ինչպես Հիսուս հարություն արավ մեռելներից, մենք նույնպես հարություն ենք առնում կյանքի նորոգության մեջ քայլելու համար։ Հիսուսի մեջ մենք կարող ենք անցնել մահից դեպի հավիտենական կյանք։ Եթե մենք ունենք Գեթսեման, Գողգոթա և նույնիսկ հարություն, հնարավոր է, որ մեզանից ոմանք նաև այս պահին Էմաուսի ճանապարհին են, երբ նրանց հույսերը չեն իրականացել։ Կոտրված, երազանքները փշրված։ Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է նշանակում ունենալ երազանքներ, տեսիլքներ, որոնք այսօր չեն
իրականանում։ Բայց նաև չպետք է մոռանանք, թե ինչ է նշանակում, որ Աստված մեզ հետ է։ Սիրներ պիտի ասեմ, որ հավատքի այս ճամփորդության մեջ կարան լինեն հիասթափություններ։ Ու դուք մենակ չեք։ Աստվածաշնչում հերոսներ կան, հզոր հերոսներ, որոնք իրենք էլ նույն ապրումներն են ունեցել։ Օրինակ, Աբրահամը հիասթափվեց, մի օր ասեց, երբ պիտի ծասեց զավակը, ասեցիր չեղավ։ Կամ ունենար հիասթափություն, երբ որ երեխային էր տանում, որ պիտի զոհեր։ Եղիան հիասթափություն ապրեց, երբ փախչելով թագավորի երեսից եկավ մի տեղ, ոչ հաց կա, ջուր եղած, ջուրն է կտրվեց։ Արկյանքս, էլ չեմ ուզում ապրեմ, հանգստացի եղյա։ Դեր բաներ կա, որ պիտի անենք, մինակ դու չես։ Կարար Մովսեսը նայեք, հիասթափության մեծ, այս մեծ հզոր առաջնորդը, կյանքս վեկան, էլ չեմ կարող, էլ հերիքա։ Երբ թվում է, թե վաղվա օրը անորոշ է կամ ավելի մռայլ, մի կորցրեք ձեր հույսը գիտենալով, թե ով է վաղվա տերը։ Հոգ մի արեք վաղվա համար։ Թեև երբեմն ցնծության մեջ ենք, երբեմն փշրվում են մեր երազանքները, երբեմն ողբի ու լացի մեջ ենք, ձեր հավատքի կյանքի ճամփորդության մեջ, հիմա որտեղ ես, բոլորս են, ինչ որ մի այս ընթացքի մեջ ենք, կամ կլինենք, բոլորս էլ լսել ենք Հիսուսի անցյալում կատարածների մասին հուզիչ վկայություններ։ Ինքներս տվել ենք վկայություններ։ Բայց ինչ կարելի ասել նրա մասին այսօր ներկայումս։ Հիմա անցյալը պատմություն է։ Սակայն Հիսուս նաև այսօր վառ իրականություն է նրանց համար, ովքեր գիտեն, որ նա կենդանի է, որովհետև նա հարություն տվեց մեզ մեր մեղքերից, այս մեռած վիճակից, նոր կյանք շնորհելով մեզ Քրիստոսում, այս փորձառությունն է, որ այսօր նաև կիսում եմ ձեզ հետ։ Եվ երբ նրանց աչքերը բացվեցին, առաջին բանը, չնայած որ ժամը ուշ էր և ճանապարհը բավականին վտանգավոր, հեռավորությունն էլ, ասենք 8 կիլոմետր, նրանք վերկացան և անմիջապես վերադարձան Երուսաղեմ։ Ինչու՞։
բարի դուրը ավետելու։ Սիրելիներ, թող սա լինի մեր փորձառությունը այս զատկի շրջանում եւ մեր մնացած կյանքի համար։ Մի հարց։ Հույս կա։ Ուզում եմ հիշեք, սիրելիներ, Աստված վերջին հույսը չէ։ Աստված միակ հույսն է։ Տերը թողնի։